Եթերում հեռանկարն է։ Արտաքին քաղաքական ոլորտում այս տարին սկսվեց ակտիվ գործընթացներով։ Հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների նախագահը հրավիրել է Հայաստանի վարչապետին որպես հիմնադիր անդամ միանալու խաղաղության խորհրդին։ Անցյալ շաբաթ Հայաստանն ու Միացյալ Նահանգները հաստատեցին TRIP-ի իրականացման շրջանակը։ Դեկտեմբերին ստորագրվեց Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր ռազմավարական օրակարգը։ Այս ողջ գործընթացների առանձնահատկությունները քննարկենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Եղոյան, մեր հրավերը ընդունելու համար։ Սկսենք հենց TRIP-ից։ Բազմաթիվ մտահոգություններ էին արտահայտվում։ Այս շրջանակը երբ հրապարակվեց, արդյոք փարատվեցին այդ մտահոգությունները։ Միանշանակ այդ մտահոգությունները մինչ էտել էին փարատված, բայց հատուկ են մարդկանց համար, ովքեր ամեն ինչի վերաբերյալ, ամեն սանտիմետրի, ամեն դետալի վերաբերյալ հարցեր էին տալիս, օրինակ լինելու է մաքսակետ, թե չի լինելու։ Իհարկե շատ տարածված հարց է դա, ու այդ հարցի վրա տարբեր քաղաքական գործիչներ, հիմնականում տենց անհաջողակ իրանց կարիերան էին փորձում զարգացնել, փորձում էին ձայներ հավաքել գալիք ընտրություններում, պատասխանեք լինելու է, թե չի լինելու։ Հիմա գրված է, որ լինելու է։ Հիմա հարցը վերաձևակերպել են, թե բա ի՞նչ է նշանակում front office-ը, back office-ը, սա, նա, հստակ, առանց այս հայտարարությանը, օգոստոսի 8-ի հայտարարությունը բոլոր հարցերի պատասխանը տալիս էր, ինչու, որովհետև այնտեղ գրված էր, որ ինչ էլ որ տեղի ունենա, տեղի ունենալու իրավազորության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ներքո։ Եվ հիմա արդեն մանրամասնվում է, թե ահա ինչ է տեղի ունենում այդ իրավազորության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ներքո տեղի ունենում սա, այս մասնաբաժնով մուլտիմոդալ ուրեմն հաղորդակցության ուղիներ եւ այլն, այսինչ մասնաբաժնով հիմա էլ սկսել են մասնաբաժիններից խոսել, այսինքն չեղած բանի դեռ գոյություն չունեցող, այսինքն մարդիկ պետքա գան, պետքա ներդրում անեն, պետքա կառուցեն, հետո պետք է շահույթ ստանան, հետո հետգնելիություն ապահովեն։ Պատկերացրեցիք, չէ՞, ասում են իսկ ինչի է 20-26%։ Մարդիկ, որ ռազմավարական ենթակառուցվածքում մեր 100% մասնաբաժինը հասցրել էին 0-ի, Հայաստանի Հանրապետության ասենք, որը ասեմ, ԶՊՄԿ-ում, հեծում, հայրուս գազարդում, հեչ որ չլինի, 100%-ից հասցրել էին 0-ի, օրինակ։ Ասում են ինչա 26%, որովհետև այդ ընկերությունը պետք է ստանա շահույթ, այդ շահույթից պետք է վճարի շահութահարկ, այսինքն եթե դիցուկ վերցնենք $100 միլիոն շահույթ ունի, հա, ընկերությունը, $18 միլիոն արդեն վճարում է որպես շահութարկ Հայաստանի Հանրապետությանը։ Ահա այն տակը ինչ մնում է, դա է բաժանվում 26-74 հարաբերակցությամբ, այսինքն 21 միլիոն էլ այնտեղից է գալիս, ընդհանուր 39 քանի միլիոն ընդհանուր շահույթից, հա, հարկը եւ շահաբաժինը, շահութարկը եւ շահաբաժինը միասին։ Այսինքն իրական ստացվում է 60-40 հարաբերակցություն, եթե փաստացի նայենք, բայց ինչքան պիտի լիներ։ Ու հələ պետք է հետգնելիություն ապահովի իր կատարած ներդրումների ընթացիկ ծախսեր պետք է անի, ներդրումներ պետք է անի ընթացիկ։ Ու վերջում էլ իրան ինչ-որ շահույթ մնա դրանից։ Բայց ինչքան պետք է լիներ։ Պարոն Եղոյան, հիմա դուք պատասխանեցիք քաղաքական հակառակորդներին։ Դրանից դուրս կան մտահոգություններ, մտահոգություն չասեմ, բայց խնդիրներ, որոնց վրա պետք է աշխատել եւ որոնք են դրանք պետք է լինեն։ Խնդիրները գտնվում են, եկեք այսպես ձևակերպենք, մակրո քաղաքական մակարդակում, այսինքն ապահովել կայունություն, ապահովել խաղաղություն, ապահովել հանգստություն, մակրո քաղաքական մակարդակում, հարևանների հետ նորմալ հարաբերություններ, ինչ ասեմ, կայուն երկխոսություն, մեր ներքին հարցերում էլի կայունություն, ներքին քաղաքական իմաստով մեր շուկայի կայունություն, մնացած հարցերը, այսինքն մենք հիմա ունենք բոլոր հնարավորությունները քաղելու խաղաղության պտուղները։ Ահա մենք պիտի թույլ չտանք, որ այս ընդհանուր մեծ խաղաղության ծրագրում գլոբալ անկայունություններ լինեն։ Այո, ընթացիկ աշխատանքային հարցերը միշտ էլ կլինեն, դա հանգիստ կարող ենք լուծել եւ ամենակարևորը չպետք է թույլ տանք, որ այս խաղաղության պրոյեկտը խաթարեն եւ մեր ձեռքից ստանան, նկատում Հայաստանի Հանրապետության ձեռքից։ Իսկ այդպիսի ծրագրեր կան Հայաստանի Հանրապետության ձեռքից խաղաղության պրոյեկտը տանելու, Հայաստանը էլի դիմակայության, այսպես ասենք, կենտրոնի վերածելու, այդ դերը մեզ
տալու, ինչից մեր քաղաքացիները ոչ մի բան չեն շահելու։ Նաև փաստաթղթում նշված էր խաղաղության ինստիտուցիոնալիզացման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը, հա։ Մեկը մյուսով պայմանավորել այս դեպքում օգնող, թե որոշակի առումով խաթարող գործընթաց է։ Մենք 4 հարևան ունենք, մենք 4 դիկին ալագուլյան, ընդհանուր 4 հարևան ունենք, երկուսի հետ մինչև վերջերս որևէ հարաբերություն չունեինք, սահմաննել փակ էր, առևտրի շրջանառություն էլ չկար։ Հիմա Ադրբեջանի տարածքով արդեն քանի անգամ բեռ եկավ, այս վերջի անգամ հենց Ադրբեջանից բեռ եկավ Թուրքիայից սահմանը դեռ փակ է, բայց այնտեղ էլ ակնկալում ենք, որ կլինեն դրական զարգացումներ, բայց ոչ ճանապարհով շարժվենք։ Մենք փակ լինելու ռեսուրս չունենք։ Մենք Հայաստանը փակ պետություն լինելու ռեսուրս չունի, փակ լինելու համար դու պիտի այնքան ներքին ռեսուրս ունենաս, որ քեզ ներսից փակես, դառնաս բան, այսպես փակ ամրոց ու բանանես, վերածվես, մի կողմ թողնենք, թե դա ինչքանով է օգտակար նման պետություն լինելը, բայց մենք չենք էլ կարող, ռեսուրսը չունենք։ Նկատի ունեի Թրամփի իրականացումը կազդի այդ գործընթացների վրա, թե այդ գործընթացները Թրամփի իրականացումը։ Փոխազդող կլինեն իրանք, կարծում եմ, դե այնպես չի էլի, որ Թուրքիան էլ է, այսինքն տեսնում են, չէ, իրանք ինչ գործընթացներ են գնում, ինչ համաշխարհային աշխարհքաղաքական մակարդակի ծրագրերի մասին է խոսքը, այդ թվում եւ TRIP-ը, խոսքը գլոբալ առևտրի եւս մեկ ուղու մասին է, գլոբալ առևտրի, համաշխարհային առևտրի եւս մեկ ուղու մասին է, ընդ որում շատ կարեւոր ուղու, քանի որ մյուս ուղիները տարբեր պատճառներով այսօր վտանգի տակ են գտնվում, այսպես արդյունավետության որոշակի նվազում ունեն։ Դրա համար հիմա այս ծրագիրն է իրականացվում եւ Հայաստանը այդտեղ ունի անկյունակարային դերակատար եւ մենք պիտի ուրախ լինենք դրանից, ոչ թե դժգոհ, դե երազեին։ Շատ ու շատ պետություններ, մենք միշտ բողոքում ենք, չէ՞, մեր աշխարհագրը, ասում ենք, վայ այստեղ լինենք, այնտեղ լինենք, Նոր Զելանդիայի տեղը լինենք, Իսլանդիայի տեղը լինենք, հիմա ես կարող շատ պետություններ կուզենային, ահա այս մեծ ճանապարհ, ինչն է լավ պետություն լինել ճանապարհների վրա օգտվել ճանապարհներից, օգուտ քաղել ուրիշների ուրեմն օգտվածից, հա, ուրիշների շահածից եւ դու էլ ինքդ հաղորդակցվես մնացած աշխարհի հետ, սա է կապերը հաղորդակցությունը այսօրվա աշխարհի եւ ընդհանրապես մարդկային հասարակության պատմության ընթացքում ամենամեծ ռեսուրսը հաղորդակցությունն է, որովհետեւ հաղորդակցության մեջ է ստեղծվում արժեքը։ Մի մարդը, մի պետությունը մենակով շատ բան ստեղծել չի կարող, կապերով է ստեղծվում դա։ Կարծես թե առավել կարևոր են դարձել միջազգային հարաբերությունների համար այդ նախագծերը։ Այո, միանշանակորեն եւ դա օբյեկտիվ իրողությունից է բխում, այսինքն մարդկանց թվի աճ աշխարհում, ինչը բերել է առևտրաշրջանառության աճ, մարդկանց թիվը մեծացել է, արտադրողականությունը շատ պետությունների աճել է, առևտրաշրջանառությունը աճել է, առևտրի ծավալները աշխարհում աճել են, իսկ ճանապարհների թիվը կամ նվազել է, կամ նրանց արդյունավետությունը որոշակիորեն սահմանափակվել է։ Եվ ծովային ճանապարհների, եւ ցամաքային ճանապարհների, հիմա սա եւս մեկ ճանապարհ է եւ պիտի առավելագույնը մենք քաղենք այս ճանապարհից։ TRIP-ի հետ կապված եւս մեկ հարց։ Միացյալ Նահանգների նախագահի անձնական միջնորդությունը ըստ էության առավել բացառիկ է դարձնում նախագիծը, բայց մյուս կողմից հետեւյալը կա, որ որոշ ժամանակ հետո նախագահը պետք է հեռանա, որքանով է սա համակարգային եւ ոչ թե զուտանձին պատասխանեցի արդեն անուղղակիորեն այդ հարցին, այսինքն Ամերիկայի Միացյալ նախագահը նայում է իրողություններին, չէ՞, Ամերիկայի Միացյալ Նահանգները իր կմահաճույքով չի որևէ ծրագրի հավանություն տալիս։ Ինքը նայում է իրողություններին, ինստիտուտներ են աշխատում, զեկույցներ են գրում, այդ փաստաթուղթը օգոստոսի 8-ին ստորագրված, պատկերացնում եք, քանի ինստիտուտով է այնտեղ անցել եւ անվտանգային եւ տնտեսական եւ մյուս, որ դրա արդյունավետությունը եւ ամերիկյան մասնակցության իրենց տեսանկյունից ամենաօպտիմալ ձևաչափը որոշեն։ Դրանից հետո է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը որոշում կայացնում։ Այսինքն, եթե դա չբխեր իրենց պետության շահերից, իրենք դա չէին անի, այդ նույնն էլ ասում էին Բայդենի ժամանակ ստորագրված Հայաստան ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթ։ Ասում էին, դե հիմա իշխանությունը կփոխվի, բայց իրենք մի քիչ այդ ձև ասողները ձեզ նկատի չունեմ, մի քիչ ճիշտ չեն պատկերացնում, թե
ԱՄՆ-ի նման պետություններում ինչպես են որոշումները կայացվում։ Էլի եմ ասում, օբյեկտիվ իրողություն կա, առևտրային շրջանառության աճ համաշխարհային։ Դա մեկ մարդով չի պայման։ Դա ոչ ԱՄՆ նախագահն է որոշել, որ վաղվանից մեծացնում ենք առևտրային շրջանառությունը, ոչ մյուս որևէ պետության ղեկավար կամ մեկ մարդ, դա օբյեկտիվ իրողություն է, օբյեկտիվ աճել է։ Հիմա իրանք լուծում են այդ աճը կառավարելու, հոսքերը կառավարելու, բնականաբար իրենց շահերին համապատասխանեցնելու, մենք էլ մեր շահերին ինչքանով որ հնարավոր է համապատասխանեցնելու խնդիրն ենք լուծում եւ կարծում եմ, որ այդ աշխատանքը մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը եւ վարչապետը ուղղակի փայլուն են կատարել այն ելակետային ռեսուրսներով որ կար մեր պետության տրամադրության վրա։ Այս իրողություններից հետո մենք արդեն իմացանք, որ Միացյալ Նահանգների նախագահից հրավեր է եղել Խաղաղության խորհրդին միանալու, վարչապետն էլ դա ընդունել է։ Ինչ է իրենց ներկայացում Խաղաղության խորհուրդը եւ այս կապերը ինչ նոր հնարավորություններ են տալիս։ Ես ծանոթացա նամակին, դա խոսքը ինչքան հասկացա ես նոր միջազգային կազմակերպության մասին է։ Չեմ ասի, որ շատ դետալներ գիտեմ մանրամասներից, որովհետև դա, այսինքն, այն ինչ գրված էր այդ նամակում, դա կարող եմ ասել, ինչքանով ես հասկացա բովանդակությունից նոր կազմակերպության մասին է խոսքը եւ շատ լավ է, որ Հայաստանը հրավիրվել է որպես հիմնադիր այդտեղ մասնակցելու, դա ցույց է տալիս եւ այն, որ մենք ճիշտ ճանապարհ ենք բռնել եւ այն, որ կա ընկալում ընդհանրապես աշխարհում այդ ճանապարհի ճիշտ լինելու մասին, մեր տեղի մասին, դերի մասին այդ ընդհանուր գործընթացում միայն լավը, միայն դրականը, դա միայն հաստատում է այն, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք եւ դա իսկապես պատիվ է մեզ համար նման հրավեր ստանալը եւ վարչապետի մամուլի քարտուղարն էլ արդեն ասաց, որ ընդունել է այդ հրավերը եւ վարչապետը։ Պարոն Եղոյան, նոր իրողություններն արտահայտում են նաեւ Հայաստան-Եվրամիություն ռազմավարական նոր օրակարգը, հա, այդ ուղղությունները որոնք են լինելու եւ մենք այդ ինտեգրացիան ինչպես ենք պատկերացնում այսօր 5 տարի հետո ընդհանրապես։ Պատկերացնում ենք հետևյալ կերպ, անցած տարի ազգային ժողովը օրենք է ընդունել, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը սկսում է Եվրամիության անդամակցության գործընթացը, ինչը ենթադրում է, որ մենք պիտի արդեն անենք այն գործողությունները, որոնք որ պետքա բերեն վերջնահաշվարկում անդամակցության։ Բնականաբար բուն անդամակցությունը կախված կլինի նաև իրենց դիրքորոշումից, ոչ միայն Հայաստանի վերաբերյալ, այլ ընդհանրապես ընդլայնվել, չընդլայնվելու վերաբերյալ։ Կարող է Եվրամիությունը որոշում կայացնի, որ չի ընդլայնվում։ Առաջիկա ենթադրենք 10 տարում, այլ ոնց 27 պետություն կան, այդպես էլ մնում են։ Ոչ Բալկաններում, ոչ այստեղ, եթե կայացնեն, բայց ընթացքում մենք այնքան բարեփոխումներ արած կլինենք, դա այնքան օգուտ բերած կլինի մեր պետությանը, մեր տնտեսությանը, որ նույնիսկ եթե այդ որոշումը, ասենք 5 տարուց չլինի, 10 տարուց լինի, 10-ից չլինի կամ ընդհանրապես չլինի, նույնիսկ այսպես ասեմ, վատագույն դեպքում, հա, մենք կունենանք եվրոպական ստանդարտներին համապատասխան տնտեսություն, արդյունաբերություն եւ մնացած մյուս բոլոր ստանդարտները համապատասխան ոլորտներում։ Սա է նպատակ, այսինքն ոչ թե անդամակցությունը ինքն է ինքնանպատակ, այլ ունենալ այնպիսի համակարգ, այնպիսի տնտեսություն, այնպիսի, ինչ ասեմ, մյուս բոլոր ոլորտներում այնպիսի կարգավորումներ, որոնք որ ունեն իրենք այնտեղ։ Եվ շատ բան արդեն արվել է, բայց էլ ավելի շատ բան դեռ կա անելու եւ մենք բառացիորեն 3 վարչապետը ուրեմն լսում էր էկոնոմիկայի նախարարությունում իրենց տարեկան հաշվետվությունը եւ առաջնահերթությունների իրականացման ընթացքը, պիտի ասեմ, որ բավականին շատ աշխատանք արվում է եւ շատ լավ է արվում, միջգերատեսչական հանձնաժողով է աշխատում կառավարությունում, ՍԵՊԱ-ի կիրարկման բավարար է կատարվող աշխատանքը ընդհանուր առմամբ բավարար է, բայց պիտի տեմպը ավելացնենք, որովհետև արդեն մենք ունենք նոր նշաձող եւ այն է անդամակցություն։ Պարոն Եղոյան, դուք եվրոպական տարածաշրջանին ծանոթ եք ոչ միայն ի պաշտոն է, այլև մասնագիտության բերումով, հա, եւ տեղի են ունենում եվրոպական տարածաշրջանում նոր իրողություններ, ինքնության փոփոխության, ընդհանրապես առաջնահերթությունների վերաձևակերպումներ։ Եվ այս դեպքում, հա, մեր աշխատանքը ինչպիսին պիտի լինի այդ դեռ
նոր վերաձևավորվող եվրոպական Եթե նկատի ունեք առանձին անդամ պետություններում ընտրությունների արդյունքներով ձևավորված որոշակի քաղաքական իրավիճակ, Նաև Միացյալ Նահանգների հետ եվրոպական տարածաշրջանի նոր դա առանձին հարց է, որը ներեվրոպական process-ների հետ ես այդքան էլ չէի կապի, այո, Եվրամիությունը եւ անդամ պետությունները եւ կառույցը որպես այդպեսին, այո, փոխվում են։ Նոր քաղաքական ուժեր են գալիս, որոշակի ընտրությունների արդյունքները դեպի աճ են թեքվում ավելի ու ավելի շատ անդամ պետություններում, բայց ես այստեղ մեզ համար, ես գիտեք, մեծ խնդիրներ չէի տեսնի, որովհետև մենք այդ դեպի աճ նարատիվների հիմքում Հայաստանի հետ հարաբերությունները չեն հաստատ։ Այսինքն եթե խոսում ենք միգրացիայից, այնպես չի, որ դա վերաբերում է օրինակ Հայաստանից Եվրամիություն միգրացիային կամ եթե այլ թեմաներից, մենք հրաշալի հարաբերություն եւ օրինակ շատ մեր բարեկամ պետություններում եւ աչերի հետ ունենք նորմալ հարաբերություններ եւ ցախերի հետ ունենք նորմալ հարաբերություններ, կարծում եմ, որ դրանք այսպես կոնկրետ այդ ֆենոմենը շատ չի խանգարի Հայաստան Եվրամիություն հարաբերություններին, ես ավելի շատ կկենտրոնայի մեր անելիքների վրա։ Որոնք են մեր անելիքները այս պահին։ Ստանդարտիզացիա, տեսեք, այսօր նույնիսկ ահռելի կապիտալի առկայության դեպքում, եթե նույնիսկ մենք ենթադրենք, որ ասենք վաղը ահռելի, ասենք միլիարդավոր դոլարների ներդրում արվի Հայաստանի տնտեսության մեջ, քո ծառայությունները եւ արտադրանքը պետք է համապատասխանեն եվրոպական ստանդարտներին, որովհետեւ դու կարողանաս նրանց հետ մտնել ոչ միայն ազատ առևտրի մեջ, այլ ընդհանրապես առևտրի մեջ։ Այսինքն այսօր անցած տարվա տվյալներով մեր առևտուրը հասել է վերջին դեկտեմբերի արդյունքները չեմ նայել, բայց 10-11 ամիսների տվյալներով 12%-ի սահմանում էր արտաքին մեր ամբողջ առևտրի 12%-ը մոտ վերջնական թիվը կճշտվի Եվրամիության հետ է։ Սա կարծում եմ մենք տեղ ունենք այս թիվը մեծացնելու։ Երբ այս թիվը գա հասնի 25-30%-ին, ես կհամարեմ, որ դա լուրջ ձեռքբերում է, որովհետև դա հնարավոր կլինի միայն ավելի ու ավելի շատ ստանդարտիզացիայի հետևանքով։ Ինչքան էլ կառավարությունը հիմա սուբսիդավորում է, չէ՞, մշակված ուրեմն արդյունաբերության մաքսատուրքերը, արտահանման, շատ լավ, մաքսատուրքը սուբսիդավորում է, բայց այդ ապրանքը պիտի ընդունեն, իսկ այսինքն պիտի նախ ընդունեն, պիտի թույլ տան, դու թեկուզ մաքսազերծումով տանես, որ հետո էլ մաքսը սուբսիդավորես, սա լուրջ հարց է եւ այստեղ ես պիտի ասեմ, որ մեր բիզնեսներն էլ, մեր հանրությունն էլ պիտի պատրաստ լինի սրան եւ ոչ միայն սրան։ Հիմա ասեն, գիտեք, շատ խոստումներ են հասարակությանը տրվում, սա կչացնենք, նա կչացնենք, չէ, ասում են հարկային բեռ, չէ, նման տերմին է, շատ հարկային բեռ, մեկը մտածի, թե ոչ թե հարկային մասնակցություն, ոչ թե քաղաքացիական քո իրավունքների իրացում, հարկային բեռ, մեկը մտածի, եկել են քո վրա բեռ են դրել, որ այդ բեռը ուրիշ քո հետ կապ չունեցող ինչ-որ բեռ է դրել, որ տանես այդ բեռը։ Ամեն ինչի համար պետքա վճարել, ամեն ինչի համար, բացի սիրուց երևի թե։ Դրա համար էլ վճարում, սիրով են վճարում։ Լիրիկական բանի նյութական աշխարհում, նյութերից կամ ծառայություններից, չգիտեմ, ամեն ինչի համար մաքուր օդից են խոսում են, չգիտեմ, ճանապարհների որակից, խոսում են, դա փող արժի, չէ՞։ Փող արժի։ Այս տարի մեր ծախսային մասը բյուջեի հասել է 10 միլիարդ դոլարին, 10 միլիարդ, առաջին անգամ է հատում 10 միլիարդ դոլարի սահմանը ծախսել, որտեղից է այդ գումարը։ Գեներացված արդյունքից եւ դրանից վճարված հարկերից։ Եվ մենք պիտի էլ ավելի խթանենք եւ աշխատանքը, եւ արտադրողականության աճը, եւ բալանսավորված նորմալ ուրեմն հարկային քաղաքականությունը։ Շնորհակալություն, պարոն Եղոյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Արման Եղոյանն էր։